سلام و عرض ادب خدمت تک تک شما دوستان عزیز. Ձեզ բարևում եմ մեկ առ մեկիդ։ خیلی خوشحالم که یک بار دیگه در این سرزمین مهربون و این سرزمین دوست داشتنی با مردم بی‌نظیرش هستم. Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում սքանչելի երկիրը եւ քաղցր ժողովուրդով։ من ارمنستان رو دوست داشتم ولی سالها بود که از ارمنستان دور بودم. Ես Հայաստանը սիրում եմ, բայց տարիներ որ Հայաստանից հեռու էի, ولی در یک سال گذشته 3-4 بار سفر کردم به ارمنستان. բայց անցյալ տարվա ընթացքին 3-4 անգամ در تایید ճամփորդել եմ Հայաստան։ حرفای برادرانمون که الان داشتن درباره آینده ارمنستان میگفتن من بگم Այդ խոսքը ինքս էլ հաստատեմ, որ եղբայրներ խոսեցին Հայաստանի ապագայի دفعه մասին։ پیش که ماه مارت اینجا بودم Անցյալ անգամ որ մարտին այստեղ էի, وقتی برگشتم به گرجستان եւ որ վերադարձա Վրաստան, به بچهای کلیسامون گفتم که خدا با ارمنستان کار داره. Բերիգեցու անդամներին ասեցի, որ Աստված Հայաստանի հետ ارمنستان գործ خیلی ունի, تغییر کرده. Հայաստան շատ է փոփոխություն եղել, سرزمین پربرکت شده օրհնված երկիր է եղել, و اینو میتونی در روح احساس بکنی. եւ դա կարող ես քո հոգուտը մեջ զգաս։ و تبریک بهتون میگم که ایمان دارم که در خداوند آینده پیروز رو برای ارمنستان میبینیم. Եվ շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ Հայաստանի համար հաղթող ապագա եմ տեսնում, ولی به قول برادرم نباید ما فقط به همین نگاه بکنیم که تو زمینه بیزینس و پول پیشرفت میکنیم. բայց ինչպես մեր եղբայրը ասա, միակ այդ բանին չպետք է Քեշվերը նայենք, որ ամնի միշե։ բիզնեսով կլինի, առատապես օրհնվի, و با این امنیتش میتونه توریست جذب بکنه. իր ապահով վիճակով կարող է տուրիստներ գրավի։ مهمتر از این هستش که ببینیم که در مسیر خداوند چی کار قراره بکنه. Դրանից ավելի կարևոր է սա, որ Աստծո ճանապարհներում چون ինչ է կարող ارمنستان անել, از لحاظ جغرافیایی جایی قرار گرفته որովհետև Հայաստանը که بسیار سوق‌الجیشی աշխարհագրական هستش. տեսակետից շատ ստենց ռազմավարական տեղ է գտնվում, دور تا دور اون کشورهای مسلمونه շրջապատված է մուսուլման երկրներով و مطمئنن که قرار از اینجا برکت به تمام این کشورهای اطراف بره. եւ վստահաբար այստեղից օրհնություն կգնա մուսուլման երկրներին։ خب من کی هستم؟ Ես ով եմ։ شاید بهتر باشه بگیم که ما کی هستیم. Ավելի լավ է որ ասենք մենք ով ենք։ قبل از اینکه بخوایم به این سوال جواب بدیم Նախքան որ այս հարցին պատասխանենք, باید یه مقدار توی کتاب مقدس عمیق بشیم. պետք է խորանանք Աստծո խոսքի մեջ։ توی پیدایش باب 5 Ծննդոց 5 آیه 1 առաջի համարը میگه این است کتاب تاریخچه نسل آدم. ասում է սա է Աթամի կենսաբանական ծննդների։ Հա, روزی که خدا انسان را آفرید այն օր որ Աստված մարդին ստեղծեց, او را شبیه خود آفرید. նրան իր նման ստեղծեց։ به کل کتاب مقدس وقتی نگاه میکنی Եվ որ բոլոր Սուրբ Գրքին նայում ենք, بعد از اینکه سقوط اتفاق میافته եւ որ մարդը անկում ապրեց, ما یه محور رو داریم تا پایان کتاب مقدس մենք մի հատ բանի մի հատ ուղղության եմ գնում միջով աշխարհի վերջը, Չէ, իմ- Սուրբ Գրքի վերջը, که این محور خداونده այդ ուղղությունը Աստված է։ و کنار خداوند دو تا جریان رو ما میبینیم. Աստծո կողքին երկու հատ հոսք ենք տեսնում։ جریانی که حامل وعده هستش Մի հատ հոսքը իր մեջ խոստումներն է, و مشکلات هم داره برای خودش իր մեջ դժվարություններ կա, اما در هویت خودش داره زندگی میکنه. բայց իր ինքնության մեջ է ապրում։ جریان دیگه رو میبینیم که حاملان شرارت هم Ուրիշ հոսքը չարերն են, مشکلات خودشونو دارن իրancs դժվարություններ ունեն, و فرقشون با اونا این هستش که هویت خودشونو گم کردن. բայց մյուսների հետ տարբերություն սա է, որ իրancs ինքնությունը կորցրել են։ میخوام یه داستانی رو واسهتون تعریف بکنم که توی کتاب فرزند ابا خوندم. Ուզում եմ մի հատ պատմություն ասեմ, որ մի հատ գրքի մեջ եմ կարդացի Աբբայի հոր որդիները, Աբբայի فرزند پدر. որդիներ։ این کتاب رو اولین بار توی کلیسای جماعت ربانی گرفتم. Առաջի անգամ Աստծո ժողովուրդ եկեղեցում այդ գտա այդ գիրքը, اکثر کتاب ها تو قسمت مقدمه یه تیکه جالب دارن.
մեծամասամբ գրքերը իրենց նախաբանի մեջ մեկ հետաքրքիր բան ունեն։ توی شروعش یه پسری داره تو جنگل راه میره Մի հատ տղա է այդ նախաբանի մեջ, որ ասում է մի հատ անտառի մեջ գնում էր, یه دفعه یه بوقلموی وحشی پیدا میکنه մի հատ հանկարծ մի հատ հնդկահավ է տեսնում, یه ذره գտնում کمین میکنه واسش է, սպասում է, یواش یواش میره کنارش կամած գնա իր մոտ, میپره روش بوقلمو رو میگیره թռնում է այդ հնդկահավին բռնում է։ بعد خوشحال از اینکه این بوقلموه رو گرفته Ուրախանալ, որ այս հնդկահավը բռնել է, میگه چی شد من تونستم این بوقلمو رو بگیرم ասում ինչ եղավ, որ ես կարողացեմ սրան բռնեմ, کنه واسه کسی بوده گذاشته اینجا կարող է պատահի մի ուրիշի մեկին նա թողել այստեղ, شاید زخمی بوده اصلا اینجا افتاده կարող է պատահի վիրավոր է, بالاشو چک میکنه թևերն է քննում, میگه شاید از این بالای درخت افتاده پایین یه چیزی شکسته միգուցե ծառից է ընկեցած, որ یه մի سر բանը میگیره باهاش կոտրվել է, بازی میکنه մի քիչ իր հետ խաղում է, میذاره زمین هی یه سر میزنه بهش میگه چته چرا پرواز نمیکنی տալիս է գլխին, ասում է ինչի՞ չես թռնում, ինչ խնդիր ինչ է, پرواز میکنه میره հանգած թռնում է, փախնում է գնում է։ اکثر ما همینیم Մեծամասամբ մենք այսպես ենք։ یه هویتی رو داشتیم از ابتدایی که خداوند دنیا رو خلق کرد Մենք մեկ ինքնություն ենք ունեցել այն սկզբից, որ Աստված و شریر ստեղծել է, موفق شد که هویت ما رو نشونه بگیره եւ չարը կարողացավ մեր ինքնությունը նշանակետի։ چون خودمون رو لایقش نمیدونستیم مثل همون بوقلمو Որովհետեւ մենք արժանի չէինք իմանում մեզի այդ میگفتیم مگه ինքնությանը։ میشه که انقدر شانسی انقدر راحت خداوند ما رو خلق کرده باشه به شباهت خودش Մտածում ենք, որ կարելի է արդյոք հենց այսպես շանսով բախտի բերումով Աստված մեզ իր կերպարի նման ստեղծի, تو فیض هم همینه تو نجات هم همینه շնորհքի մեջ, փրկության մեջ էլ այդպես է։ اکثر آدم هایی که گم میشن توی دنیا Մեծամասամբ մարդիկ, որ կորցվում են աշխարհում, کسایی هستن که هویت خودشون رو گم میکنن նրանք են, որ իրենց ինքնությունն են կորցրել։ و از ابتدا میبینیم که این داستان تا انتها هستش Եվ մենք սկզբից մինչև վաղճանը տեսնում ենք Սուրբ Գրքին, որ այդ բանը կա։ که خداوند تلاش میکنه که با تغییر استراتژیکش با تاکتیکش Որ Աստված աշխատում է իր ռազմաբարությունը փոխի, به شما یادآوری بکنه کی هستی در خداوند մեզի հիշեցնի, որ մենք ով ենք Քրիստոսի Աստծո کل մեջ, زیربنای اصول روحانی تک تک این کتاب‌ها رو میخونی همش همینه այս բոլոր գրքեր, որ կարդում ես, մեկ իր հիմքը դրա վրա է։ و شریر تنها کاری هم که میکنه اینه که تو فراموش بکنی که تو هویتت کی هستش Եվ սատանան այն բոլոր ջանքն անում է, որ դու մոռանաս, որ դու ով ես Աստծո մեջ։ من توی خانواده پر جمعیت به دنیا اومدم Ես մի հատ բազմանդամ ընտանիքի մեջ եմ ծնվել, چرا پر جمعیت به خاطر اینکه پدرم و عموم دو تا برادر بودن که هم با هم کار میکردن هم خونهشون یکی بود ինչու որովհետև հայրս եւ հորեղբայրս միասին աշխատում են եւ ընտանիքով այդ տան մեջ են ապրում։ یه خونه ویلایی Մի հատ վիլայի տուներ, 2 طبقه بودش երկու հարկեր, طبقه پایین که پارکینگ بود و کردن خونه مجردی برای خودشون و دوستاشون առաջի հարկը, որ պարկինգ էր, իրանց համար անձնական սարքելին, طبقه وسطی عموم زندگی میکردش սետա տավղի نه دیگه همون پارکینگ رو بعداً چیزش کردن یعنی طبقه همکف رو بعداً درستش کردن 3 طبقه نمیشه Մի մասն էլ իր օրեղբայր իր համար էր սարքե طبقه وسط عموم بود طبقه بالا ما بودیم եւ երկրորդ հարկն էլ մենք ենք։ عموم 7 تا بچه داشت Օրեղբայրս 7 հատ երեխա, پدر منم 7 تا بچه իմ հայրս էլ 7 հատ։ به خاطر همین هر موقع از ما میپرسن که شما چند تا خواهر برادر دارین Դրա համար երբ որ մեզանից հարցնում ենք դու քան քուր եղբայր ունես, نمیگم 7 تا میگیم 14 تا չենք ասում 7 հատ, ասում ենք 14 و հատ։ این تا همین الانش هم اینجوری هستش ما پسرمو دخترمو نمیدونیم ما خودمون رو Մինչև այսօրս էլ այդպես է, օրեղբոր Արմենստանը ինչու՞ր է, Հայաստանը էլ այդպես է, չէ։ من بچه هشتم خانواده‌ام Ես 8-րդ զավակն եմ, بعد از 8 تا دختر به دنیا اومدم 7 հատ աղջիկից հետո եմ ծնվել, 2 تا دختر بعد از من به دنیا اومده 2 հատ աղջիկ ինձանից հետո, 3 تا پسر بعدش به دنیا اومد 3 հատ էլ վաղճանում։
به خاطر همین یه جایگاه Երբ خاصی رو վերջնել داشتم երկաթղա։ توی اون خانواده. Ուրեմն մի հատ հատուկ դիրք ունեի այդ տան մեջ, هم از لحاظ مادرام و زنموم که خیلی پسر دوست بودن، թե մայրերիս կողմից, կիների կողմից, թե որ շատ տղային սիրում, هم از لحاظ پدرامون که اونها هم خیلی دوست داشتن پسر. հայրերն էլ, այսինքն եղբայրներն էլ տղա همین շատ են دخترها սիրում։ که واسهشون خیلی مهم بود که بعد از 7-8 تا دختر حالا یه پسر ما توی جمعمون داریم. Հիմա աղջիկների համար շատ կարևոր 7 հատ աղջիկից հետո մի հատ տղա و به خاطر ծնվի։ همین من میتونم بهتون بگم که تا 10 سالگی من پادشاهی کردم تو خانواده. Դրա համար ես մինչև 10 տարեկան թակավորություն եմ اونایی այլ دیگه هم տան که به մեջ։ دنیا آمدن نمیتونستن جایگاه منو بگیرن. Նրանք էլ ինձանից հետո ծնվեցին, չին կարող իմ դիրքս գրավին։ ولی طوفان میاد تو زندگی آدما. Բայց گالیس ها پوتوریک یه մարդկանց سری از կյանքի մեջ։ فامیلا شروع کردن به حسادت کردن به رابطه این دوتا برادر. Որոշ մեր բարեկամներից սկսեցին խանդել այս եղբոր Բա- երկու հատ եղբոր հարաբերությունը تلاششون جواب داد. بالاخره تونستن بین این دوتا برادر رو اختلاف եւ بندازن. իրանց ջանքը պատասխան տվա վերջապես կարողացան այս երկու دو հատ نفر եղբոր که մեջ عاشق همدیگه խնդիրներ بودن գոյացնել։ Երկու հոգի որ իրար շատ սիրում էին, تموم شد زندگیشون، جدا شدن از هم. իրարից բաժանվան։ و همین جدایی باعث این شد که این عشق مریضشون کردش. Չէ իշխի։ همین عشقی که بین بابا و عموم بود. Այդ սերը որ իրար եղբայրներ իրար հանդեպ ունեին, երբ որ բաժանվան, իրancs հիվանդեցրած։ میتونم بگم که بابای من یه مریضی خیلی سخت گرفت که امروز میشناسنش، اسمش گیلونباره هستش. Հայրս մի հատ վատ հիվանդություն բռնվեց, որ այդ հիվանդության անունը գերումբարայա է։ سیستم عصبی به خودش حمله میکنه Ներվերը իրանց հարցակվում են։ و یه آدم سالم ظرف مدت 18 ماه فلج شد و مرد. Մի հատ առողջ մարդ 18 ամսվա ընթացքին հիվանդացավ եւ մեռավ։ و زندگی ما وارد مرحله‌ای شد که دیگه میشه گفت جهنم بود. Եվ դրանից հետո մեր ընտանիքը, մեր կյանքը մտավ մի հատ դժոխքի մեջ։ عموی ما دیگه از اون خونه رفته بود. Մեր հորեղբայրը այդ տանից գնացել էր, دایی‌ها که اصلا سراغ زندگی خودشون بودن. քերիներն էլ իրանց կյանքի հետևեցին։ عمو دوست داشت که پدری بکنه ولی به خاطر اون قهری که اتفاق افتاده بود نمیتونست زیاد نزدیک بشه. Հորեղբայրս ուզում էր հայրություն անել, բայց որովհետև խնդիրներ առաջացի նախապես էլ չէր կարողանում ولی օգնել։ در آینده اومدش. Ապագայում حالا եկավ։ به اونش کاری ندارم. سر همین مشکلاتی که پیش اومد Այս խնդիրները որ գոյացավ, من فراموش کردم که کی بودم، ես մոռացա որ ով եմ, چی ով էի, بودم، ինչ էի, خانواده من کی هستش، իմ ընտանիքս ով է, جایگاه من کجاست. իմ դիրքս որտեղ է։ و شروع کردم خیابونی زندگی کردم. Եվ սկսեցի փողոցներում ապրել։ شروع کردم مواد مخدر مصرف کردم. Սկսեցի նարկաման օգտագործել։ کسی که تا 10 سالگی تو یه پادشاه بود یه دفعه‌ای میره میافته توی یه زندگی دیگه. Մեկը որ միջով 10 տարեկան թակավորի նման էր ապրում, մի հատ ուրիշ կյանքի սկսեց ապրել։ خیلی جالبه که خیلی از شهادت هامون رو ما بعدها یه سر به یاد میاریم. Շատ հետաքրքիր է որոշ վկայություններ մենք հետո ենք հիշում։ همین چند روز پیش که داشتم این داستان واسه خودم آماده میکردم Քանի օր առաջ որ զբաղված եմ մտածում էի պատմության մասին, گفتم چی شد که یه دفعه خداوند اومد توی زندگی من. ես մտածեցի որ ինչ եղավ որ Տերը եկավ իմ կյանքիս մեջ։ اوکی من خسته شده بودم، Okay, ես հոգնել էի, دنبال راه میگشتم ճանապարհի հետևից تو էի, اوج تمام این مشکلاتی که داشتم. այդ شاید բոլոր دنبال դժվարությունների حقیقتم մեջ ճշմարտության հետևից էի, ولی از کجا شروع شد؟ բայց որտեղից սկսեց։ از چند شب قبل از اون شبی که خداوند اومد تو زندگی من. Սկսեց այս պատմությունը այն մի քանի օր նախքան որ Տերը կա իմ կյանքիս մեջ։ خواهر بزرگتر من که الان نیوزلند زندگی میکنه، Իմ ավակ քույրս որ հիմա اون Նյուզիլանդներում میتونست ապրում, مادر من باشه به خاطر اختلاف سنیمون. նա կարող էր որպես իմ մայրս իմ կյանքիս մեջ գործեր։ عاشقانه منو دوست داشتش. Շատ էր ինձ սիրում։ میتونم بگم که اصلا اون خیلی از بچه‌های خانواده رو بزرگ کرده. Կարող եմ ասեմ նա էր որ շատ երեխաների մեծացրեց من տան داشتم մեջ։ باهاش صحبت میکردم، Ես իր հետ խոսում էի, دیدم که اصلا حرفای منو گوش نمیکنه، تلویزیون رو نگاه میکنه.
տեսան որ իմ խոսքերին չի անդրադառնում شروع کردم ادامه دادن տելևիզորն նայում, ես սկսեցի շարունակել։ و بازم اون به من توجه نکرد و تلویزیون رو نگاه کرد. Էլի ես ինձ ուշադրություն չէր դարձում տելևիզորը նայում, گفتم گوش میکنی من چی میگم؟ ասացի լսում ես ես ինչ եմ گفت ասում, نه نمیخوام گوش کنم. ասավ չէ, չեմ ուզում լսեմ։ حالم به هم میخوره از اینکه تو صحبت کنی. Քեֆս վատանում է քեզի լսում եմ։ اینی که گفت تمام وجود من لرزید یه لحظه. Երբ որ այս բանը ասավ, բոլոր մարմինս սկսավ դողալ։ گفتم حالت به هم میخوره؟ Ասացի քեֆդ վատանում է, آره. ասավ հա։ ما چی فکر میکردیم رو تو؟ Մենք ինչ ենք մտածում քո چقدر մասին։ دوست داشتم که بچه من مثل تو بزرگ بشه. Ինչքան սիրում եմ որ իմ զավակս քո նման մեծանար, و چی شدی تو؟ բայց հիմա ինչ ես եղել։ Նարկաման։ رفتم تو اتاق. Գնացի սենյակ, شروع کردم مصرف کردن. սկսեցի նարկաման ծխել։ خداوند از همون لحظه شروع کرده بود کار کردن رو من. Աստված այդ վարքյանից սկսեց իմ կյանքում գործել, چون پسرم روی تخت خوابیده بود որովհետև տղաս անկողնի մեր و վրա داشت منو պարկած էր نگاه میکرد եւ که من ինձ էր دارم նայում مصرف میکنم. եւ որ ես նարկամ եմ օգտագործում, دیدم بغض کردش زد زیر گریه. տեսամ սկսավ լացել։ وقتی چند شب پیش داشتم به این فکر میکردم دیدم زندگی از اینجا شروع شد. Երբ որ մտածում էի կյանքի տեսամ Ես որ կյանքս այդ դրանից սկսեց։ یه نفر منو تکون داد به من نشون داد هویت من چیه. Մի հատ կին ինձ շարժեց եւ ցույց տվավ որ իմ ինքնությունս ինչ է։ هویت ما رو باید یه نفر به ما یادآوری بکنه کی Մեր هستی. ինքնությունը մեկը պետք է մեզի հիշեցնի։ بذارین یه داستان دیگه واسهتون بگم. Թողեք մի ուրիշ تو زمان պատմություն ասեմ։ هخامنشیان Պարսիկները մի հատ Քուրոշ։ թակավորություն ունեն Հախամանեշի, որ Կյուրոսն էր, իր մեծ թակավորը։ کوروش تو خانواده خیلی بزرگی بود چون پدر بزرگش پادشاه ماد بود. Կյուրոսը մի հատ ընտանիքի մեջ էր, մեծ ընտանիք, որտեղ իր papan մադ երկրի թակավորն էր։ پدرش پادشاه پارس ها بودش و ژنرال بود. Իր papan گنرال էր։ مادرش تنها زنی بود تو دنیا که هنوز نداریم. هم زن پادشاه بود، هم دختر پادشاه بود، هم مادر پادشاه شد. Իբրան բեգու։ مادر کوروش. Մադար Քուրոշ։ تنها زنی تو دنیا بود که Կյուրոսի մաման աշխարհում միակ կինն էր, که هم مادر شاه بود، որ թե թակավորի մայր էր, هم همسر شاه بود، թակավորի կին էր هم دختر شاه بود. եւ թակավորի աղջիկ էր։ یعنی تمام اینها رو یک زن تجربه کرده بود. Այսինքն այս բոլոր մի հատ կին փորձարել زمانی էր։ که کوروش شروع کرد جنگیدن با پدر بزرگش، Երբ որ Կյուրոսը սկսեց պատերազմել իր պապիկի հետ, دفعه اول برنده شد، առաջի փուլում հաղթեց, فرار کردن. دوباره که برگشتن փախավ, երբ որ վերադարձան նորեն, این دفعه پدر بزرگش غالب شده بودش. երկրորդ անգամ իր պապիկը հաղթեց։ تمام سربازا شروع کردن فرار کردن. Բոլոր զինվորները սկսեցին փախնել։ زنا مادرها دیدن که بچه‌ها همه دارن فرار میکنن. زنا دیدن شوهراشون همه دارن فرار میکنن. Մայրեր տեսան, կնիկներ տեսան, որ իրենց از երեխաները بالای բոլորը قلعه փախնում دیدن էին, که همه دارن شکست میخورن. եւ այդ բարձր դիրքից տեսան, որ բոլորը փախնում են, دامناشون رو تا زانو زدن بالا. իրենց ինչ են ասում, փեշը միջով ծունգը բարձրացրին و شروع کردن دویدن برعکس اونا به سمت لشکر دشمن. եւ սկսեցին վազել իրենց հակառակը, որ փախնում են Գուստան, ագե դեպի շոմա միխային ֆարար ճշնամու բկոնին, զորքը։ մա Եվ միրին, ասեցին, որ եթե դուք ուզում եք փախնեք, մենք կգնանք։ این یه چک بود تو گوش تک تک اونا. Եվ էսի ոնց որ մի հատ ապտակ էր անց ամենի که երեսին։ برگردن دوباره هویت خودشون رو پیدا بکنن. Եվ որ հետ վերադառնան իրենց ինքնությունը գտնեն։ و میبینیم که این اتفاق بارها و بارها افتاده. Եվ տեսնում ենք, այս բանը անգամներ կրկնվել է։ اینکه خداوند هویت آدما رو از طریق یه برادر، یک دوست، یک خواهر، یه مادر بهت یادآوری میکنه. Սա որ Աստված մարդկանց ինքնությունը հիշեցնում է մեկ եղբոր, մի ծնողի, մի քրոջ միջոցով։ خب گفته بودم بهتون که پای ماهواره نشسته بودم و چند شب بعدش
حالا چه اتفاقایی افتادش و خداوند وارد زندگی من شد از طریق یه Ասեցի որ برنامه ماهواره‌ای. տելևիզորի առաջ նստելի արբանյակային ծրագիր էր եւ ես լսեցի եւ Աստված یه ինձ ստի برادری հետ که խոսեց خادم خداوند بود اون موقع تو سوئد زندگی میکرد الان تو آمریکاست. մի հատ եղբայր էր Շվեյցարիայի մեջ էր ապրում հիմա Ամերիկայա تمام مشخصات منو گفت. ուրեմն այնի ընդեղած խոսումը եւ տելևիզորի մեջ ոնց որ մեկը ոնց որ ինձ ճանաչում է ինձ ասում այդ պատկամը گفت تویی که از درد اعتیاد داری رنج میکشی، همسرت ترکت کرده، فرزندت معلوله. Ինչ որ ասում էր, ոնց որ ինձ էր ասում, դու որ կինդ քեզի լքել է, երեխադ հիվանդ է, ինքդ մոլի ես, خداوند امشب میخواد زندگی تو رو تغییر بده. Աստված ուզում է այս գիշեր քո կյանքդ دستتو بذار رو փոխի։ صفحه تلویزیون تا برات دعا بکنم. Ձերքդ դի տելևիզորի վրա եւ ուզում եմ քո համար աղոթեմ։ خیلی میترسیدم که دستو بذارم الان یه نفر از اتاق بیاد بیرون اون موقع شب. Շատ էի վախենում, որ ձերքս տեմ տելևիզորի վրա մի հանկարծ մեկ ներս մտնի بگن սենյակը։ انقدر توهم زده که ببین دیگه دستشو میذاره رو تلویزیون حالا معلوم نیست دنبالش Մտածեն چی میگه. այնքան ծխել է, որ խելքը ձերես կորցրել է, հիմա ձերն է احتمالاً դնում فردا տելևիզորի صبحش վրա։ هم منو میخوام ببرن تیمارستان. Հավանաբար վաղն էլ ինձ կտանեն գժատուն։ ولی با ترس دستمو گذاشته بودم رو بس تلویزیون واخا به سرکس اتاقا ترسی اینجوری نگاه تلویزیونی می‌کردم برا. که کسی نیاد بیرون. Նայում էի դրին, որ մեկը չգա ներս։ و خداوند اون شب زندگی منو تغییر داد. Եվ այդ գիշեր Աստված իմ կյանքս փոխեց։ و این پایان داستان نبود. Եվ այդ վերջ չէր պատմությանը։ این شروع داستان بود. Սկիզբն էր պատմության։ میدونیم شریر فقط استفاده میکنه از تیرهای آتشینش Աստված կրակոտ նետերի սատանան կրակոտ նետերից օգտվում է։ تنها کاری که از دستش برمیاد اینه که هویتتو نشونه بگیره. Միակ բանը, որ կարողանում անես, այ որ քո ինքնությունը նշանակետի։ این فقط ما نیستیم. کل کتاب مقدس میخونی هویت داوود رو نشونه گرفت، هویت سلیمان رو نشونه گرفتش. Միակ մենք չենք, բոլոր սուրբ գրքի մեջ տեսնում ենք Դավիթի եւ ուրիշների ինքնությունը նշանակետը։ هویت موسی رو نشونه گرفتش. Մովսեսի ինքնությունը։ ولی خداوند هویت اونا رو بهشون نشون میداد که Բայց کی هستن. Աստված իրենց ինքնությունը իրենց ցույց տվավ, جایگاهشون کی هستش. թե իրանք ինչ դիճքի و մեջ են։ خیلی جالبه میدونین این که وقتی میگن کلام ما زنده هستش Շատ հետաքրքիր, երբ որ ասում ենք Աստծո խոսքը կենթանի է, اینو ما میبینیم زمانی که عیسی مسیح رفته توی کویر. սա տեսնում ենք, երբ որ Տեր Հիսուս գնաց یه անապատ։ دیالوگ هم بیشتر بلد نیست شریر. Մի հատ բան էլ ավել սատանան դիալոգ, հայրեն هم همینو դիալոգ։ میگه. Մի հատ երկխոսություն ավել չգիտի սատանան, اگه فرزند خدایی، եթե Աստծո զավակ ես, اگه فرزند خدایی، եթե Աստծո զավակ ես, որդին ես, اگه فرزند خدایی եթե Աստծո որդին و ես, اینو هی تکرار میکنه. եւ դա անդադար կրկնում է։ من سالها دیگه بعد از اون داشتم خدمت میکردم به خداوند. Ես տարիներ դրանից հետո Աստծուն ծառայում էի։ تا زد یکی از برادرای کلیسامونو گرفتن. من اون موقع توی روسیه بودم. Հանկարծ մեր եղբայրներից մեկին ձերբակալեցին, ես Պարսկաստանի եղբայրներից ձերբակալեց, ես به من گفتن Ռուսաստան էի։ برنگرد اگه برگردی میگیرنت. Ինձ ասեցին, հետ մի վերադառնա Պարսկաստան, եթե یک վերադառնաս سال քեզ تو گرجستان կձերբակալեն։ زندگی کرده بودم. Եկսա դու Գուրջստան։ آره. Մի տարի Վրաստանում էի ապրել, این بود سال 2018 تا 2019. 2018-ից մինչև 19 Վրաստանում էի ապրել و شروع شد. եւ սկսվեց։ هر لحظه هر ثانیه به من میگفتش که اگه فرزند خدایی، اگه تو رو دوست داره، Եվ սկսեց սատանան ասել, որ եթե դու Աստծո զավակ ես, եթե քեզի սիրում է, چرا از تو مراقبت نمیکنه؟ ինչու քեզ չի պահպանում։ چرا از بچت مراقبت نمیکنه؟ Ինչի որդուցդ որ Պարսկաստանի մեջ چرا չի باید تو اینجا պաշտպանում։ باشی کلیسات ایران باشه؟ Ինչու դու պետք է Ռուսաստան լինես, اصلا քո چرا باید եկեղեցիդ آنلاین Պարսկաստան خدمت լինի։ بکنی؟ Ինչի պետք է on-line ծառայես։ اصلا تو کی هستی؟ Դու ով ես вообще։ همش توهمه، Բոլորը երևակայություն է։ همش دروغه. Բոլորը սուտ է։ به خودت ثابت بکن که خداوند هست. Ինքդ քեզ փաստի որ Աստված կա։ و من رفتم توی مرحله‌ای که Եվ ես գնացի այն خداوند رو امتحان کنم. շրջանի մեջ, որ Աստծուն شروع փորձեի։ کردم دعا کردن که خدایا
Սկսեցի աղոթել, որ من Աստեր, خسته هستم میخوام برگردم پیش پسرم نمیخوام که این فراری باشم میخوام برم تو ایران خدمت کنم ես հոգտերին Տեր, ես հոգնած եմ, ուզում եմ գնամ Զավակից մոտ, այնտեղ ծառայեմ։ خواست خودتو به من نشون بده اگر تو بخوای من نمیرم Քո կամքդ ինձ ցույց տուր, եթե ես չուզենաս, ես չեմ գնա Պարսկաստան։ هیچ جوابی نمیشنیدم Ոչ մի պատասխան։ دوباره گفتم که Նորեն ասեցի, یه چند روز خداوند من وای میستم ببینم جواب تو چی هستش Տեր, մի քանի օր կսպասեմ, տեսնեմ քո պատասխանը ինչ و է։ آسمون بازم ساکت بود Երկինքը դարձյալ լուր էր։ و من برگشتم Եվ ես վերադարձա, گفتم که من بلیت میخرم تا آخرین لحظه هم اگه جلوی منو گرفتی که نمیرم اگر جلومو نگرفتی میرم ایران ես տոմս կգնեմ, մինչև վերջի վարկյան, եթե ինձի դեմս պահեցիր, չեմ գնա, եթե չէ կգնամ։ هیچ خبری نشد و من برگشتم ایران Ոչ մի լուր չեղավ, Աստծո կողմից ես վերադարձա Պարսկաստան։ تو همون لحظه اول پاسپورتمو گرفتم Հենց մոտ գործեցի անմիջապես իմ паспորտը هی վերցրին։ چند روز منو میبردن میآوردن Մի քանի օր տարան բերան, پرونده‌تو نگاه بکنیم بررسی بکنیم ببینیم چی میشه քո փաստաթուղթերն նայենք, տեսնենք ինչ կլինի։ و بعد از 2 ماه ریختن تو خونمون 2 ամսից հետո թափեցին եկան իմ տանս 6 մեջ։ تا مرد و یک زن 6 հատ կին եւ մի կին, 6 հատ տղամարդ եւ մի 4-5 կին, ساعت وحشیوار خونه ما رو میگشتن 4-5 ժամ մեր տունը կսկրեցին و از همون لحظه به بعد بود եւ հենց նույն վարկյանից էր որ که خداوند اومد وسط Աստված միջամտեց, եկավ մեջտեղ, մեյդան։ از اون لحظه به بعد انقدر شهادت ها زیاده که من شاید هر دفعه بتونم مثلا 2 تاشو یادم بیاد بگم 4 تاشو بتونم بگم Դրանից հետո այնքան վկայություններ շատ են, որ ես գուցե շատ մտածեմ մի երկու հատ միտս կա, քանիս միտս կա։ یکی از مهمترین اتفاقایی که افتاده بود Ամենակարևոր բանը, մի հատ կարևոր բաներից همه جای خونه رو պատահեց, شخم زدن یعنی مثل یه زمین کشاورزی شخم میزدن میگشتن բոլոր տունը վարեցին, ոնց որ վարեցին, խառնան իրար։ شومینه رو داشتن از جا میکندن Շումինե կրակի բանը, որ կրակ են Բուխար։ վառում, բուխարին քանդեց։ Ոնց որ այդ քանդեցին։ تمام کشوهای یخچال تمام کاغذها لای کتابا Սառնարանը, همه چی. ամեն գրքերի արանքը, բոլորը ման եկան։ کیفای من آوردن من کیف زیاد داشتم Պայուսեկներս բերեցին։ یه نفر مثل بچه‌ها خوابیده بود روی این فرش Մի հատ երեխա, մի հոգ երեխայի նման պարկել էր գորգի انگار که վրա։ مشق مدرسه می‌نویسه فقط اینا رو لیست می‌کردش تون تون Ոնց որ կարծես դբրոցի բանա գրում یه ամենը نفرم نشسته լիստով بود این գրում کیفا էր։ رو فقط میگشتش Մեկ էլ նստել էր որ բոլոր պայուսակները նայում էր։ منم دستام از پشت بسته داشتم نگاه می‌کردم Իմ ծերերս էլ հետևից կողպել են, ես նայում էի, اون کیف اصلی رو آوردش այն իսկական պայուսակ բերեցին, قسمت جلو رو گشت առաջի մասը փնտրեցին, این وسطش یه زیپ داشت մեջտեղը մի հատ ցեփ էր, زیپ رو نصفه باز کرد ցեփը կեսատ բացեց, یکی گفتش که یه دقیقه بیا بریم انباریشون رو بگردیم հանկարծ մեկը դրանից ասա որ արի գնանք պահեստը նայենք, ման գանք։ زیپ و بس رفت انباری رو گشت Ցեփը փակեց, գնաց պահեստը ման اومد եկավ, بالا եկավ հետ վերադարձավ, شروع کرد دوباره همون کیفو گشتن նորեն վերադարձավ այդ պայուսակը ման գալ։ اصلا میگشتن کل خونه رو میگشتن Բոլոր տունը ման էին գալիս։ هر چی بود تو همون زیپه بود Բոլոր ինչ որ կար հենց այդ ցեփի մեջ اون էր։ زیپو باز میکردن اعدام بودم Այդ ցեփը بացեին, نه من حداقل 40 نفر آدم دیگه گیر میافتادم Ոչ թե միակ ես 40 հոգու تمام էլ فیلم ها و կծերբակեին։ عکسای بچه ها که غسل گرفته بودن بود Բոլոր փաստաթուղթերը تمام նկարները որ اسمشون بود. մկրտվել են مدارک های پاسپورت زبان‌ها خارجی ամենը- تمام سفرهایی که رفته ամեն بودن بود. պասպորտները, բոլոր փաստաթուղթերը همشون որ تو اون وسط ճամփորդություններ, կոնֆրանսներ գնացել են, բոլոր դրա մեջ էր։ Բայց ման չեկան նետի։ این هاللویا نداره Հալելույա չեք ուզում ասեք։ هاللویا هاللویا از همون لحظه که منو سوار ماشین کردن چشمن گذاشتن تو چشم من Հենց այդ պայից որ ինձ ձերբակալեցին, աշկես همینطور փական, 2 ماه توی مراحل بازجویی همین چشمن بود 2 ամիս էր որ այդ հարցակնումների մեջ այդ աշկիս վրա էր։ تنها جایی که واقعا من احتیاج به چشمن داشتم توی انفرادی بود
Միայն տեղը որ ինձ ես պետք ունիմ այդ աշկի կողպելու համար and միայնակ խուցն به էր خاطر اینکه نور روشن بود من احتیاج داشتم که با اون چشمم بخوابم. որովհետև լույսը վառ էր եւ ես պետք ունիմ որ քնեմ اونجا ازم میگرفتن ولی صبح تو حیات بازجویی همه جا اون Եթե چشمم որ պետք է աշկերս փակելներ կարողանեմ քնեմ այդ ինձանից վերջ առնում եմ բայց դուրս որ տանում եմ պետք է չունեմ դնում են աշկերիս پر بود از فرشته های خداوند، լիքներ ասոր էշտակներով پر بود از حضور خداوند. լիքներ ասոր ներկայությունով خیلی از این چیزها رو با برادر تو راه که داشتیم میومدیم گفتم نمیشه گفت اصلا. շատ բաներ որ ճանապարհին եղբոր հետ գալիս چطور են تو میتونی اون չեմ چیزایی կարող رو که دیدی رو բացատրեմ همه رو بگی؟ ինչպես եմ կարող այդ բոլոր որ տեսել եմ բացատրեմ ای کاش میشد که خدا کلامی رو بهت بده که بتونی این قدرت رو داشته باشی یه روزی تمام اون حسا رو هم بگی. Երանի Աստված մի հատ լեզու տա որ բոլոր այդ բաներ որ փորձարել եմ տեսնեմ تهدیدت բացատրեմ میکردن میکشیمت فلان میکنی սպառնում اینجوری ենք քեզ میکنی. կսպանենք ես կանենք կախաղան կանենք ولی مثلا تو همین میون یکی میومد بغل گوشم میگفتش բայց հենց այդ բանը մի օքի գալիս էր աշկ سگی ականջիս که واق կողքը میکنه نمیگیره. ասում էր այն շունը որ հաչումը չի քեզ գծի اینا پارس علکی دارن میکنن. ըստանք մենակ հաչում են نترس برادر. մի վախենա եղբայր این فکر نبود، آدم بود اون. یکی از بازجوها بود. միտք չէր դրանցից մեկն էր որ գալիս էր հավատացյալ էր فقط اون نبود، بعضی موقع تو این مسیر که منو میبردن میآوردن երբեմն այդ ճանապարհին որ տանում են բերում են میگفتن برادر ما رو ببخش، ինձ ասում են եղբայր մեզիների برای ما دعا بکن. մեր համար աղոթի خداوند تو همونجا داشت مراقبت یعنی اونم میکرد. ایماندار بودن نمیدونم، مگه نمیدونم. ասեմ որ նրանք հավատացյալ են ասում ես չգիտեմ չեմ տեսնում روزگار برادر، متاسفیم بابت این چیزا. ասում ես այդ կյանքն է կներես այս բաների համար قوی باش. քաջ եղիր و 5-6 روز اول هی گذشت و روزهای ترسناک میگذشتش. առաջին 5-6 օրը վախենալի օրեր անցավ اوج یکی از این روزهای ترسناک من از بازجویی برگشتم توی եւ انفرادی. այդ ամենավախենալի ժամանակներից մի օր من ինձ کلا بد վերադասնում էին میخوابم. ես ընդհանրապես վատ եմ քնում من کلا بچه‌ای بودم که خیلی بازیگوش بودم. ես ընդհանրապես մի հատ երխայի որ շատ չարաճճի էի من باید یه پروسه‌ای رو طی می‌کردم تا بخوابم. Պիտի մի հատ process անցածնեի որ քնեի ولی اون روز چه اتفاقی افتاد؟ բայց այդ اومدم تو օրը اتاق، ինչ պատահավ եկամ چشمندمو که սենյակում از اون دریچه بهشون دادم այդ աշկակողպի تا در بسته شد. ինչ եք ասում այդ աշկի բանը տվեցին իրանց گفتم خدایا تو چرا هیچ کاری نمی‌کنی؟ ասես Տեր Աստված ինչի ոչինչ չես անում مسیح طوفان تو زندگی منه. Տեր Աստված Տեր Հիսուս փոթորիկա իմ կյանքիս نمی‌بینی اینا մեջ چیکار دارن با من میکنن؟ չես տեսնում որ ինչ են անում իմ հետ مگه طوفان نیست؟ Միթե փոթորիկ չի چرا بلند نمیشی یه نهیب بدی که این طوفان؟ ինչու չես կայնում եւ հրամանտես փոթորիկը քնի یه دفعه خودم رو روی عرشه کشتی دیدم. հանկարծ ինձ մի հատ նավի եզրում տեսա دیدم که مسیح ته اون عرشه خوابیده այդ տեսամ այդ նավի վերջը ولی Հիսուսը هیچ քնած کدوم է از یارا نبودن. բայց որևէ աշակերտներից չկային داد زدم گفتم که چرا بلند نمیشی هیچ کاری بکنی؟ բղավեցի ինչի չես կայնում ոչինչ անես فکر کردم که الان بلند میشه متأ- نهیب میزنه همه چیز درست میشه. մտածեցի որ հիմա կկայնի پتو رو գասի بلند եւ کرد. ամեն ինչ կքնի گفت بیا بگی بخواب. այդ ծածկոցը բարձրացեց ասեց արի քնի از اون روز به بعد դրանից հետո تا الان մինչև այսօր من خوابی رو میکنم که هیچ موقع تا حالا تو زندگیم نداشتم. այնպես եմ քնում որ որևէ կյանքում ընթացքի չեմ քնե میدونی وقتی تصورش هم خیلی سخته اینکه 2 ماه توی انفرادی باشی. Երևակայինն էլ շատ դժվար է որ միայնակ խուցի մեջ ما یه լինես چیزی رو میشنویم دربارش، یه می‌دونی چیزی من- هستش که وقتی توش قرار میگیریم. մի բան լսում ենք դրա մասին տարբեր է դրանից որ նրանում լինես یه այդ اتاق վիճակում 1 متر و 80 մի հատ սենյակ էր 1 մետր մոտ 2 մետր 3 متر و 60 هم مثلا طولش بود. 3.5 էլ իր երկայնությունն է بعضیاش دستشویی داره بعضیاش هم نداره. որոշներ զուգարան ունի որոշներ չունի با یه دوربین هم همش دارن چکت میکنن. մի հատ կամերա էլ կա անդադար քեզի حتی տեսնում به են سرود خوندنت هم گیر میدن. եթե մինչև իսկ քո երկելուն էլ صبح
բանեն անում, صبحها խոսում են։ ظهرها بیدارت میکنن که بلند شو نماز بخون. Առավոտ գիշերը արթնացնում են, ասում են գնա նամազ هر կարդա։ چی زنگ میزدن میگفتم بلند شو نماز بخون، میگفتم مگه من مسلمونم که نماز بخونم. Ինչ որ զանգում են, ասում են վեր կաց նամազ կարդա, ասում են թե ես մուսուլման եմ, որ նամաز կարդամ։ به خاطر همین تصور بکنید نه تلویزیونی هست، نه متأسف- رادیویی هست، نه Մտածեք ոչ روزنامه‌ای տելևիզոր هست، կա, ոչ نه ռադիո կա, کتابی ոչ هست، թերթ կա, ոչ գիրք կա, هیچی نیست. ոչինչ չկա։ 24 ساعت باید توش باشی. 24 ժամ պիտի ներս լինես։ بهترین ساعتت همون ساعتی که میبرنت بازجویی. Ամենաժամ ժամը դա այն ժամն է, որ چون տանում تو են քեզ مسیر لااقل با چند արձակնության, نفر صحبت میکنی. որովհետև գոնե այդ ճանապարհին մի քանի ուղիղ խոսում ես։ از زیر چشمن پاهاتو میبینی که داری مثلا توی حیات راه میری. Աշկակողպի տակից տեսնում ես, որ հայաթում ես քայլում։ بعد از 18 روز 18 օրից հետո واسه بعضیا زودتر اتفاق میفته، واسه بعضیا دیرتر. որոշների համար շուտով է պատահում, من որոշների اینو համար بعدا ուշոտ։ فهمیدم که همه این اتفاق واسهشون میفته. Դրանից հետո հասկացա, որ բոլորի համար է պատահում։ تمام این شکل‌های کاشی سرامیکو می‌بینی؟ Այս ամեն քարի պատի վրա բաներ تمام این նախշեր نقشه‌هایی տեսնում که եք, هستش، تمام اینا. որ այս նախշեր տեսնում եք, تمام اینا میشه شکل. ասում են մի պատկեր է դառնում։ میشه یه نقاشی. Լինում է մի հատ նկարչություն, حرکت میکنه. սկսում են շարժվել։ این قدرت ذهنه. Այդ متքի զորությունն է։ ذهن به خاطر اینکه نمیره Միտքը որովհետև میدونه که չմեռնի, تو اگه بمیری اونم کارش تمومه. իմանում է որովհետև دو մեռնես ինքն էլ شروع կմեռնի։ میکنه نیرنگ زدن. Սկսում է քեզ խაფել, شروع میکنه یه عالمه کارا انجام دادن. սկսում է լիքը که բաներ اصلا անել։ تو باورت نمیشه که یه همچین قدرتی وجود داره. Չես հավատում այդպես մեծ զորություն կա քո մեջ։ اونجا بود که من تازه فهمیدم که ذهن آدم چقدر قویه. Այդտեղ էր որ հասկացա, որ միտքը ինչքան ուժեղ է։ چیزایی رو یادت میاد که هیچ موقع فکرشو نمی‌کردی Մի یادت բաներ میاد. է քեզ հիշեցնում, որ երբեք չես մտածի մասին։ فیلمایی که دیده بودی، کتابایی که خونده بودی رو شروع می‌کنی مرور کردن. Այն կինոները, այն գրքերը, որ կարդացել ես, նայես սկսում են նորից են վերհիշել։ بعداً فهمیدم که بعد از اینکه اومدم بیرون تو اینترنت نگاه کردم، Դրանից հետո երբ որ դուրս եկա ինտերնետի մեջ دیدم նայեցի, کسایی که جاسوس هستن یا آموزش دیدن հասկացա, որ նրանք որ լրտես են կամ սովորել են, یاد گرفتن که լրտեսություն, از این فرصت‌ها چجوری استفاده بکنن. սովորել են, որ ինչպես էս առիթներից օգտվել։ حتی از آبی که از دستشویی شیر و باز می‌کنی میاد، Թե մինչև իսկ այդ ջուրը, որ կրանտ բացում ես գալիս է, برای خودشون بازی می‌سازن. իրենց համար խաղ են چون հորինում։ اصلا این کارا رو نکنی زنده نمیمونی. Եթե այդ միայնակ խցիկում այդ գործեր չանես, կմեռնես։ صدای هلیکوپتر می اومد یه دفعه. Վերտալյոտի ձայն էր գալիս, گفتم تموم شد. اومدن ما رو نجاتمون بدن. մտածում են, ահա հիմա գալիս են մեզի փրկեն։ امشب اگه زلزله نیاد فردا زلزله اومده مثل پتروس ما هم میریم بیرون. Եթե այս գիշեր երկրաշարժ չլինի, վաղը կլինի Պետրոսի նման դուրս կգանք։ میدونی همش دنبال الگوهای کتاب مقدسی هستی که اون اتفاقا قراره واسه تو هم بیفته. Անդադար մտածում էի այդ պատմությունների մասին, որ Սուրբ Գրքին կա եւ մտածում էի, որ իմ համար կպատահի։ به خودم میگفتم نهایتا یه هفته اینجا میمونی. Իմ մեջ մտածում էի, որ ամենաշատ մի շաբաթ կմնաս։ شاید 3 روز دیگه بیشتر بمونی. Գուցե 3 օր ավել։ اگه یه روزی یکی به من میگفت قراره 5 ساله بمونی، Եթե մի օր մեկ ինձ ասեր, որ պիտի 5 տարի մնաս, شاید باورم نمیشد. չէի հավատա։ ولی میتونم بهتون بگم که وقتی میگن به یه چشم به هم زدن، Բայց կարող եմ ձեզի ասեմ, երբ որ ասեմ մի ակնթարթու մեջ, خداوند امضاش برای حضورش در زندگی من با پولس فرق میکرد. Աստված իր ստորագրությունը իմ կյանքի մեջ Պողոս Արաքելի հետ տարբեր էր։ امضاش با پتروس فرق میکرد. Պետրոսի հետ տարբեր էր իր ստորագրությունը։ با دانیال فرق میکرد. Դանիելից տարբեր է։ اصلا خدای ما اینه که معجزه آساش میکنه اونو. Սա է որ մեր Աստվածը հրաշագործ اینه که անում։ خدای ما رو خدای خاص میکنه. Սա է որ մեր Աստվածը բացառիկ է که این դարձնում։ همه فرزند داره. Եվ այս որովհետև այսքան برای զավակ هر ունի, کدوم اونا یه پلن و نقشه داره. ամեն մեկի համար մի հատ برای ծրագիր هر ունի։ کدوم اونا یه کاری انجام میده. Ամեն մեկի համար մի գործ է անում։ برای من این بود که زمان رو واسه من کوتاه کرد. Իմ համար դա էր որ ժամանակ իմ համար կարճեցրեց։ اینو یه روزی وقتی دوستای دیگه هم که از زندان آزاد شدن میارمشون که به اونها هم شهادت بدن. Մի օր այն ընկերներս էլ որ բանտից ազատվել են կբերեն تک որ تکشون վկայեն։ میگن که یاسر Ամեն մեկն ասում են որ Յասեր زندانی نبود.
Յասեր բանտարկյալ չէր։ یاسر اومده بود مهمونی. Յասեր եկել էր مگه میشه یه نفر تو հյուրասիրության։ زندان باشه زندانی نباشه؟ Միտե կլինի մեկը բանտի մեջ լինի, բանտարկյալ չլինի։ تمامش توی آغوش خداوند بودن. Բոլորը Աստծո գրկի մեջ էի։ تو هر اتاقی که زندگی میکردم، Ամեն սենյակում որ ապրում էի։ پیش هر کسی که بودم، Ու մի մոտ որ կայի, تمامشون میگن اون دوره‌ای که ما با همدیگه بودیم چه دوره خوبی بود. բոլորն ասում են այդ շրջանը, որ մենք իրար հետ ենք, ինչ լավ շրջան էր։ این به خاطر من بود. Սա իմ համար من էր, همونی իմ بودم که պատճառով خواهرم էր։ از من Ես حالش նա به էի, هم որ می‌خورد. իմ քուրս ինձանից զզվել էր։ این به خاطر حضور خداوند بود. Այս Աստծո ներկայության պատճառով էր։ من چجوری میتونم واسه شما تعریف بکنم وقتی توی زندان بودم پسرم مرد؟ Ես ինչպես եմ կարող ձեզի բացատրել, երբ որ բանտի մեջ էի, տղաս մահացավ, خداوند چیکار کرد واسه من؟ Աստված ինչ արավ իմ համար։ من چجوری بهتون بگم که همش اونجا بود؟ Ինչպես ձեզ բացատրեմ, որ անդադար այդտեղ էր։ چجوری منو نوازش میکرد؟ Ինչպես էր ինձ շոյում։ چجوری اشکای منو پاک میکرد؟ Ինչպես էր իմ արցունքները մաքրավ։ چجوری حضور پسرمو میآورد اونجا؟ Ինչպես էր իմ տղայից ներկայություն բերում چجوری به من այդտեղ։ میگفتش که اون پیش منه؟ Ինչպես էր ասում, որ քո اینا տղատ իմ մոտ է։ خیلیش قابل تعریف کردن نیست. Սրանք ոչ մեծ ամասամ չեն կարող բացատրեմ, ولی من یه چیزی رو ایمان دارم բայց ես մի բան հավատում եմ, که خداوند تو زندگی همتون همینجوریه. որ Աստված բոլորիդ կյանքի մեջ այդպես է։ زندگی همه ما پر از شهادته. Մեր կյանքի մեր բոլորիս կյանքը լիքն է հրաշքներով։ وقتی که تو ارمیا باب 1 Երբ որ Երեմիայի մեջ میگه که առաջի فکر գլուխը کنم آیه 5 که میگه կարծում եմ 5-րդ زمانی که تو համարն է, رحم مادرم بودم اون منو شناخت. այն ժամանակից մորս արգանդի մեջ է ինքը ինձ ճանաչեց։ تو زندان که بودم فهمیدم من روز جمعه الصلیب به دنیا اومدم. Երբ որ ես բանտի մեջ էի, իմ հասկացա, որ ես խաչելության օրն եմ ծնվել։ شانسیه Շանսով է, که من دقیقاً روز بختاب- جمعه بختی به برای دنیا اوه. اومدم، دقیقاً همون جمعه‌ای که مسیح مصلوب شده. ես նույն օր ուրբաթն եմ ծնվել, որ Հիսուսը مسیح به من نشون խաչվել داد է։ که اون مرد تا ما زندگی بکنیم. Տերն ինձ ցույց տվա, որ ինքը մեռել է, որ մենք ապրենք։ چطور من نمیتونم قبول بکنم که من یاسر مرد؟ Ինչպես եմ կարող հավատամ, որ اون کسی Յասերը که داره با մեռավ, مسیح زندگی میکنه هویت جدیدشه. նա որ Քրիստոսի մեջ ապրում է, նոր ինքնություն فقط ունի։ از اون هویت یه اسم باقی مونده. Հույետ قبلی آره. այն նախքին ինքնությունից մենակ մի անուն է մնացել։ کسی که 10 سال پیش منو میشناخته، 20 Նա որ سال پیش منو میشناخته، նա որ 10 տարի 20 տարի առաջ ինձ امروز ճանաչում էր, نمیتونه منو بشناسه. այսօր չի կարող ինձ ճանաչի։ مسیح توی یوحنا Հիսուսը Հովանու باب ավետարան 17 آیه 6 میگه که 17 6-ում من ասում է. اومدم Ես که եկա پدر نام تو رو به کسایی که از ابتدا عالم به من بخشیدی بشناسونم. Ես եկա որ քո անունը հայտարարեմ այն բոլորին, որ աշխարհի սկզբից որոշել ես։ نام در عبری Եբրայցերենի մեջ անունը فقط یه اسم نیست միայն մեկ անուն չի։ که امروزه اتفاق میافته. ما حتی یه دونه بچه هم داریم، 2 تا بچه داریم، بدون معنی اسم بچه‌هامون رو میذاریم. Եթե մի հատ երեխա, երկու հատ երեխա ունենք, առանց այդ անունի իմաստը իմանանք, որոշում ենք այդ անունը։ اسم نشون دهنده شخصیته. Անունը բնորոշում է մարդի անձնավորությունը։ دارا بودن صفات اون شخصه. Այսինքն այդ մարդի անձնավորության վրայով այդ անունը որոշում են։ آدم اسمش معنی داشته، یعنی سرشته شده از خاک. Աթամ, այսինքն հողից կերտված։ حوا همینطور، شیس همینطور، خنوخ همینطور، نوح همینطور. Նոյը ուրիշ անդամ մարդիկ, որ սուրբ գրքի մեջ կան նույնպես։ اسم هویت میده به یه نفر. Անունը մեկ մարդի ինքնություն է տալիս։ مهم نیست که ما کی هستیم. Կարևոր չի, որ մենք ով ենք։ مهم نیستش که دنیا و آدماش میخوان بگن که ما کی هستیم. Կարևոր չի, որ աշխարհը եւ իրենց մարդիկը ուզում են ասեն մենք ով ենք։ چون اولین کاری که میکنن یا تو رو پایینتر از اون چیزی که هستی میبینن، Որովհետեւ առաջի գործը որ անում են, սա է որ կամ քեզի Յա ավելի բոլորը ցած են ասում չիզի գնահատում, կամ քեզի ավելի բարձր են գնահատում։
شریرم همین کارو میکنه. Սատանան էլ նույն գործն یا անում։ به یه سریا میگه تو عجب سری داری، عجب چیزی هستی فلانی، و Որոշներին مغرورش ասում میکنه. որոշներին ասում դու ինչ կազմվածք ունես, ինչքան یا գեղեցիկ میگه ես, تو կամ کی هستی، պարտաստում تو է, به կամ درد نخوری، تو կամ ասում چی է դու کار ով میتونی ես, انجام ինչ بدی. ես, դու ոչինչ էլ չես։ حتی خودمون هم نسبت به خودمون اینجوری فکر میکنیم. Մինչև մենք ինքներս էլ մեր մասին այդպես ենք میخوای մտածում։ بدونی تو کی هستی؟ Ուզում ես իմանաս դու خودت ով از ես, چشم خداوند نگاه بکن. Աստծո աշկերից քեզ նայի։ ببین خداوند چه جوری تو رو نگاه میکنه. Տես Աստված քեզ ինչպես է նայում։ ما کی هستیم؟ Մենք ով ենք։ من شیرم. Ես առյուծ եմ։ شیر قوی ترین حیوان جنگله. Առյուծը ամենահզոր կենդանին է անտառում։ شیر بزرگترین حیوان جنگله. Առյուծը ամենամեծն է անտառում։ شیر باهوشترین حیوان جنگله. Առյուծը ամենախելացին է, شیر سریعترین حیوان جنگله. ամենաարագ վազողն է։ ولی چرا سلطان جنگله؟ Ուզում ասի այդ բոլորը չի, բայց ինչի համար فیل و زرافه իրան ասում են թակավոր։ فیل و زرافه وقتی جلوی شیر هستن Երբ որ փիղը եւ ընձուղտը կաս զեբրան زبرا. բանի մոտա, առյուծի մոտա, جالبیش اینه که اونا هیکل خودشون رو نمیبینن. հետաքրքիր է նրանք իրենց կազմվածքը չեն տեսնում։ اونا به شیر بودن اون باور دارن. Իրանք հավատում են, որ նա առյուծ է։ اونا خودشون رو باربیکیو کباب شده میبینن. Իրանք իրեն խորովածելած են տեսնում, شیرم اونا رو کباب میبینه. առյուծն էլ իրենց խորոված է տեսնում։ چیزی که شیر رو شیر میکنه Այն ինչ որ առյուծին առյուծա դարձնում, باوریه که نسبت به خودش داره. այդ բանն է, որ ինքը իր մասին մտածում է։ اولین شیر کیه؟ Առաջի առյուծն ով է։ مکاشفه 5:5 میخونیم که عیسی مسیح شیر سبت یهوده. Հայտնության 5:5 կարդում ենք, որ Հիսուսը առյուծը Ամեն։ Հուդայի առյուծն է։ آمین. پس وقتی اون شیره و من به شباهت اونم پس منم شیرم. Եթե նա առյուծ է եւ ես էլ նրան եմ նմանվում, ես էլ առյուծ եմ։ شیر گرسنگی هم بمیره علف نمیخوره. Առյուծը մեռնի էլ խոտ չի ուտի։ شیر رو بکشیش لاشه مرده نمیخوره. Առյուծին սպանես էլ մեռած դիակը չի ուտի։ شیر با کفتار رفاقت نمیکنه. Առյուծը շագալների հետ չի ընկերանում։ با الاغ سلام علیک نمیکنه. Էշերին չի բարևում։ شیر میدونه که شیره. Առյուծը գիտի, որ առյուծ է։ همه ما شیریم. Բոլորս առյուծ ենք։ ببینین خودتون رو تو این هویت. Տեսնենք մենք ինքնությունը մեր մեջ։ من میخوام بهتون بگم که Ես ուզում եմ ձեզ ասեմ եղբայրներ, خواهرام քույրեր, عزیز من. یا ما هویت خودمون رو میشناسیم կամ մենք մեր که ինքնությունը هاللویا կճանաչենք, خدا رو شکر بابت این հալելույա, փառք Աստծուն դրա համար, و کمک بکنیم به کسانی که هویت خودشون رو نمیشناسن. եւ օգնենք նրանց, որ իրենց ինքնություն չեն ճանաչում։ مثل اون زنای هخامنشیان، Այն کیները, հախամանիշի مثل կիները, خواهر من. իմ քրոջ նման, زلزله ایجاد بکن توی اطرافیانت. երկրաշարժ գոյասու քո هویتشون رو بهشون շրջակա نشون بده. մարդկանց մեջ եւ ցույց տուր իրենց نشون ինքնությունը։ بده که کی هستن. Ցույց տուր, որ նրանք ով են։ نشون بده که خودشون رو گم کردن. Ցույց տուր, որ նրանք իրենց نشون ինքնություն بده از կորցրել چشم են։ خداوند کی هستن. Ցույց տուր, որ նրանք Աստծո աշկերից ով են։ یا اگه هویت خودتون رو در خداوند نمیشناسین، Կամ եթե քո ինքնությունը չես ճանաչում شب Աստծո دعا մեջ, میکنیم که خداوند از այսօր چشم خودش بهت نشون بده که تو کی կաղոթենք هستی. Աստված իր աշկերով քեզ ցույց տա, Հալելույա։ որ դու ով ես։ هاللویا. شکر برای وجودتون. Ամեն։ خدا رو شکر برای وجودتون. Փակեմ տալիս Աստծուն ձեր ներկայության համար, بیستیم در حضور خداوند. կայնենք եւ دعا بکنیم با هم աղոթենք։ دیگه.